Կալիֆորնիան կրակի մեջ է, այժմ մոտ 10 հրդեհ է մոլեգնում նահանգում, ամենամեծ հրդեհը Սանտա Ռոզա կղզում է, այն ընդգրկում է գրեթե 17,000 ակր, Սիմի Վելի Սենդի հրդեհը մեծ մտահոգություն է առաջացրել, կրակը շարունակում է մոտենալ բնակավայրերին, 500-ից ավելի հրշեջներ պայքարում են տարերքի դեմ, օդային ուժերը օգնում են մարմանաշխատանքներին։ Ռիվերսայդ շրջանում Բեյն և Վերոնա հրդեհներն են ակտիվ, դրանք արագ տարածվում են չոր եղանակի պատճառով։ Սանտա Բարբարա շրջանում Ֆութհիլ հրդեհն է բռնկվել։ Սան Դիեգոյում էլ Թուսիլ հրդեհն է վտանգում բոլորին, ըստ մասնագետների հրդեհները արագ աճ են գրանցում, իշխանությունները հորդորում են զգոն լինել։ Անջելես ազգային անտառում բուրո հրդեհը հիմնականում վերահսկվում է, այն արդեն 70%-ով մեկուսացված է։ Սան Բերնարդինոյի Ուիլոու հրդեհը ամբողջությամբ մարվել է, սակայն վտանգը դեռևս շատ մեծ է։ Պաշտոնյաները հայտարարում են պահպանել տարհանման բոլոր հրահանգները։ Քաղաքացիները պետք է հետևեն նորություններին, իրավիճակը շարունակում է մնալ լարված, բնակիչները սպասում են անվտանգության նոր երաշխիքների։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Էբոլա մահացու վիրուսը տարածվում է, աշխարհը տագնապի մեջ է։ Ատելության 75 էջը դեռահասները ավելի շատ զոհեր էին պլանավորում։ ԱՄՆ-ն կրակի ու ջրի արանքում ապահով չեն անգամ ափամերձ տարածքները։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի հետաքրքիր նորություններին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glended News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Կենտրոնական Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկման սրընթաց աճ է գրանցվել, մահացածների թիվը հասել է 131-ի, վարակվածների թիվը գերազանցել է 531-ը։ Վիրուսը ծանր է եւ չունի պատվաստանյութ, առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը խորին անհանգստություն է հայտնել, նա դեպքը անվանել է համաճարակի մասշտաբ եւ արագություն։ Թրամփը եւս մտահոգված է իրավիճակով։ Էբոլայի դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ դեպարտամենտը ֆինանսավորելու է 50 բուժկենտրոն։ Կառավարությունը հորդորել է քաղաքացիներին խուսափել այդ տարածաշրջանից։ Վիրուսը տարածվում է հիմնականում հանքարդյունաբերական քաղաքների միջև։ Էբոլայի տարածման դեմ պայքարը բարդացնում է տարածաշրջանում չդադարող քաղաքացիական պատերազմները։ Ֆինանսական պակասը եւս նվազեցնում է պայքարի արդյունավետությունը։ ՄԱԿ-ը եւս մարդասիրական օգնություն է ուղարկել տուժածներին։ Փորձագետները սակայն հույս չունեն, թե արդյունքը բավարար է Էբոլայի նոր ալիքը կանգնեցնելու համար։ Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակված ամերիկացի վիրաբույժը տեղափոխվել է Գերմանիա, նա գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում եւ դժվարությամբ է տեղաշարժվել օդանավակայանում։ Վիրաբույժին տեղադրել են հատուկ պլաստիկ խողովակ մահճակալի մեջ, այն պաշտպանում է անձնակազմին վարակվելուց։ Բժիշկը չիմացությամբ վիրահատել է Էբոլայով հիվանդին, այդ հիվանդը մահացել է հաջորդ օրը։ Բժիշկը օգտագործել է անհրաժեշտ պաշտպանիչ հանդերձանք, սակայն դա չի կանխել վիրուսի փոխանցումը։ Վիրաբույժի կինը եւ 4 երեխաները մնացել են Կոնգոյում, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ընտանիքի անդամների մոտ ախտանշաններ չկան, մայրը հույս է հայտնել երեխաների առողջության մասին։ Վիրուսի այս տեսակը չունի հաստատված պատվաստանյութ, մահացությունը տատանվում է 30-ից 50%-ի սահմաններում։ Միջին Արևմուտքում հորդառատ անձրևներն առաջացրել են հեղեղումներ, 7 միլիոն մարդ գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է ուժեղ քամիների մասին։ Տեքսասից մինչև Վերմոնտ 53 միլիոն մարդ վտանգված է։ Հյուսիսարևելյան նահանգներում գրանցվել է ռեկորդային շոկ, 32 միլիոն մարդ տառապում է աննախադեպ տապից։ Նյու Յորքում մայիսին սա շոկի երկրորդ նախազգուշացումն է պատմության մեջ։ Ջերմաստիճանը հասել է 31-ից 33 աստիճանի, բնակիչներին կոչ են արել ցուցաբերել առավելագույն զգուշություն։ Սաստիկ շոկերը հարվածել է նաև Բոստոնին եւ Ֆիլադելֆիային։ Խոնավությունը օդը դարձնում է ավելի տոտ, ազդեցությունը համապատասխանում է 35-ից 37 աստիճանի։ Առողջապահության ոլորտի պատասխանատուները սա արդեն վտանգավոր շեմ են համարում, հատկապես այն անձանց համար, որոնք զգայուն են եղանակային պայմանների կտրուկ տատանումների նկատմամբ։
Պատմական հաղթանակ այսի դեմ դատավորը վերջ է դրել Նյու Յորքի ներգաղթի դատարաններում ձերբակալություններին։ Դաշնային գործակալները այլևս չեն կարող մուտք գործել այդ շենքեր, սա բեկումնային որոշում է շատերի համար։ Թրամփի վարչակազմի օրոք այս գործելակերպը սովորական էր, այսի գործակալները կալանավորում էին դատարան եկած մարդկանց։ Այդ գործողությունները սարսափեցնում էին ներգաղթյալ ընտանիքներին։ Այս որոշումը վերաբերում է Մանհեթենի 3 կոնկրետ դատարանների, դրանք են 26 Ֆեդերալ Պլազան, Վարիք փողոցը և Բրոդվեյը։ Իրավապաշտպանները ողջունում են դատարանի այս քայլը, նրանք այն անվանել են հսկայական հաղթանակ ներգաղթյալների համար։ Կառավարության իրավաբանները վերջերս փոխել են իրենց դիրքորոշումը, նրանք խոստովանել են, որ նախկին քաղաքականությունը սխալ էր։ Սան Դիեգոյի մզկիթի վրա հարձակված դեռահասները թողել են 75 էջանոց ցնցող փաստաթուղթ։ Այն լի է ծայրահեղական գաղափարներով, 17 և 18-ամյա պատանիները քարոզել են իսլամի, հրեաների և LGBT անձանց հանդեպ ատելություն։ Հետաքրքիր է, որ նրանք թշնամական դիրքորոշում են ունեցել նաև նախագահ Թրամփի հանդեպ։ Փոխարենը նույն գրության մեջ նրանք գովերգում են Նոր Զելանդիայի մզկիթների վրա հարձակվածներին։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել նաև բուն հարձակման գործողությունից, զոհերը պետք է լինեին ավելի շատ։ Անվտանգության աշխատողի հերոսությունն է կանխել ավելի մեծ ողբերգությունը, փրկելով շենքում գտնվող 140 երեխայի կյանքը։ Տեղի ոստիկանապետի խոսքով 3 զոհեր չեն մահացել ապարդյուն։ Նրանց գործողությունները թույլ են տվել աշակերտներին թաքնվել ապահով վայրերում։ Հարձակվողները հուսահատ փախել են, ապա ինքնասպան եղել։ Հարձակումը տեղի ունեցել իսլամական օրացույցի սուրբ օրերից մեկին, աշխատանքները շարունակվում են։ Արդյոք դեռահասները միայնակ ու առանց ուղղորդման են գործել, թե ավելի մեծ ծրագրի մաս են կազմում։ Բազմաթիվ այլ հարցերի հետ սա ևս առայժմ մնում է անպատասխան։ Սենատը նոր քայլ է կատարել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, Թրամփը հայտնվել է դժվարին իրավիճակում։ Նրա կուսակիցներից ոմանք բացահայտ ընդդիմանում են նրան, սենատոր Բիլ Քեսիդին փոխել է իր դիրքորոշումը, նա նախկինում աջակցում էր նախագահին, պարտությունից հետո անցել է ընդդիմության կողմը, քվեարկության արդյունքը 50 կողմ և 47 դեմ։ Կոնգրեսը պահանջում է մանրամասն պարզաբանումներ պատերազմի վերաբերյալ, վառելիքի գները ԱՄՆ-ում կտրուկ բարձրացել են, սա լրացուցիչ ճնշում է գործադրում իշխանության վրա։ Ներկայացուցիչների պալատը նույնպես կքվեարկի այս հարցով, դեմոկրատները հույս ունեն հաջողության հասնել և Թրամփին ստիպել դադարեցնել պատերազմը Իրանի դեմ։ Թրամփը դեռ հրաժարվում է հաշվի նստել պահանջների հետ։ Նա պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն իրավիճակը խաղաղ չէ։ Քաղաքական պայքարը Վաշինգտոնում շարունակվում է, պատերազմի ապագան մնում է անորոշ։ Արդյոք թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի ոչնչացումը օրինական է։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել իսկ գործողությունների դեմ։ Դրանք սկսվել են 2025-ի աշնանը։ Պենտագոնի հարավային նիզակ արշավի արդյունքում արդեն ոչնչացվել է 59 նավակ, զոհվել է 193 մարդ։ Օրենսդիրները, այդ թվում հանրապետականները, դատապարտել են նավակների խոցումները, անգամ դեպք է արձանագրվել, երբ ամերիկյան կողմը հարվածել է առաջին հարվածից հետո ողջ մնացածներին։ Դա համարվում է ռազմական հանցագործություն։ Պենտագոնի գլխավոր տեսուչը սկսել է սեփական հետաքննությունը։ Ընթացիկ արդյունքների մասին պաշտոնական աղբյուրները լռում են։ Հարավային հրամանատարության իրավաբանները ևս դեմ էին այս գործողություններին։ Թրամփի վարչակազմը պնդում էր, որ հարվածները լիովին օրինական են, սակայն այս պնդումը վիճարկվել է նույնիսկ ներքին շրջանակներում։ Ում համար է Թրամփը ստեղծել փոխհատուցումների հիմնադրամը հսկայական 1 միլիարդ 800 միլիոն դոլար դրամագլխով։ Պաշտոնապես այն կփոխհատուցի պետության գործողություններից տուժածներին, սակայն շատ փորձագետներ համոզված են, որ այդ գումարի հիմնական մասը կստանան հենց Թրամփի կողմնակիցները, 2021 թվականի հունվարի 6-ի անկարգությունների մասնակիցները։ Թեև ի սկզբանե խոսքը 40 միլիոնի մասին էր, սակայն փոխհատուցման գումարը հետագայում ավելացել է։ Իշխանությունները պնդում են, որ դիմողների շրջանակը լայն է, յուրաքանչյուր դիմում կքննարկվի առանձին կարգով, դա չի երաշխավորում գումարի անհապաղ ստացումը։ Ընդդիմադիրները հիմնադրամն անվանել են պետական մակարդակի կոռուպցիա։
Քննադատները նախազգուշացրել են սպասվող դատական բարդությունների մասին։ Իրավապաշտպան խմբերը պահանջում են հրապարակել բոլոր գաղտնի փաստաթղթերը։ Մտահոգություններ կան հիմնադրամի թափանցիկության վերաբերյալ։ Դեմոկրատները կասկածի տակ են դնում այս որոշման օրինականությունը։ Պնդում են, որ Թրամփի վարչակազմը այս կերպ փակում է իր կողմնակիցների հին հաշիվները։ Մինչդեռ կառավարության պաշտոնյաները շարունակում են պաշտպանել ծրագիրը։ Փոխհատուցում ստանալու համար հերթագրումն արդեն սկսվել է։ ԱՄՆ նախագահը հասել է աներևակայելի հաջողության։ Թրամփը դադարեցրել է հարկային ծառայության դեմ իր $10 միլիարդ հայցը։ Փոխարենը նա ստացել է բացառիկ երաշխիքներ։ Արդարադատության նախարարությունը ստորագրել է հատուկ փաստաթուղթ, այն արգելում է Թրամփի եւ նրա ընտանիքի հանդեպ ցանկացած հետապնդում։ Կառավարությունը ընդմիշտ զրկված է որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից։ Նախագահի ընտանեկան բիզնեսները ազատվել են հարկային բոլոր ստուգումներից։ Այս համաձայնագիրը գործում է նաև անցյալի հարկային հաշվետվությունների համար։ Իրավաբանները հայտնել են, որ սա վերաբերում է միայն ընթացիկ գործերի։ Ապագա ստուգումների մասին խոսք չկա, դատարանը արդեն փակել է Թրամփի հայցով դատական գործընթացը։ Կուբայի նախկին նախագահը կարող է կանգնել ամերիկյան դատարանի առաջ։ 94-ամյա քաղաքական գործչին մեղադրում են 1996 թվականի ողբերգական դեպքերի համար։ Այդ ժամանակ կուբայական օդուժը խոցել է 2 քաղաքացիական օդանավ։ Կաստրոյի դեմ հայտարարությունը կհնչի Մայամիի ազատության աշտարակում անցկացվող արարողության ժամանակ։ Մեծ ժյուրին արդեն հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Դեռևս հայտնի չեն կոնկրետ մեղադրանքների մանրամասները, սակայն հայտնի է, որ Ռաուլ Կաստրոն եւ իր եղբայր Ֆիդել Կաստրոն են պատասխանատու համարվում այս ոճրագործության համար։ Դեռ հայտնի չէ, թե մեղադրանքը հրապարակելուց հետո Կաստրոյի համար ինչ պատիժ կպահանջի Վաշինգտոնը։ Շատ փորձագետներ սա համարում են երկրորդ դեպք, երբ ԱՄՆ-ն ուղղակի դատական հետապնդման է ենթարկում այլ երկրի նախկին կամ գործող ղեկավարի։ Առաջին դեպքը համարում են Վենեսուելայի ղեկավար Մադուրոյի ձերբակալությունը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Լոս Անջելեսի Վելի Վիլիջ թաղամասում մեքենայում թողնված 4 տարեկան երեխան մահացել է։ Տեղի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են դեպքի հանգամանքները, դեպքի վայր են ժամանել շտապօգնության խմբերը։ Բժիշկները արձանագրել են փոքրիկի մահը։ Ըստ նախնական տեղեկությունների 4 տարեկան երեխան մահացել է մեքենայում, ոստիկանությունը չի հայտնել երեխայի ինքնությունը։ Երեխայի մահվան պատճառների վերաբերյալ պաշտոնական վարկած դեռ չի հրապարակվել։ Հայտնի չէ նաև, թե ինչու է երեխան մեքենայում մենակ մնացել եւ արդյոք կլինեն մեղադրյալներ։ 8000 բարձրակարգ մասնագետներ գործազուրկ կդառնան մեկ որոշմամբ։ Մետան պատրաստվում է կրճատումների մեծ ալիքի։ Ընկերությունը ազատելու է աշխատակիցների 10%-ին, սա կազմում է մոտ 8000 մարդ։ Ընկերությունը նաև չի համալրելու 6000 բաց հաստիկ, իսկ 7000 մասնագետ տեղափոխվելու են արհեստական բանականության բաժին։ Գործընթացը կսկսվի այս շաբաթվա ընթացքում։ Մետայի բաժնետոմսերը տարվա սկզբից նվազել են 9%-ով։ Հույս ունեն կրճատումներից հետո մեծ ներդրումներ կունենան։ Ընկերությունը այժմ ավելի շատ գումար է ծախսում տվյալների կենտրոնների վրա։ Կրճատումներից հետո Մետան կունենա մոտ 78000 աշխատակից։ Google-ը ներկայացրել է AI նոր գործիքներ, դրանք կկատարեն ձեր առօրյա գործերը առանց ձեր մասնակցության։ Gemini 3 ու 5 մոդելը արդեն հասանելի է միլիարդավոր օգտատերերի։ Այն ավելի արագ է ու ավելի հզոր։ Նոր Gemini Spark-ը ինքնուրույն կդասավորի ձեր հանդիպումներն ու նամակները։ Այն կաշխատի նույնիսկ երբ անջատ է հեռախոսը։ Gemini Omni-ն էլ կստեղծի բարձրորակ տեսանյութեր պարզ հարցումներով։ Որոնողական համակարգը նույնպես ստացել է հսկայական թարմացում։ Այն կադապտացվի ձեր բարդ հարցադրումներին, իսկ Universal Card գործիքը կհետևի ձեր գնումների գներին։ Այն կգտնի զեղչեր եւ կտեղեկացնի ապրանքի առկայության մասին։ Այս նորարարությունները Google-ի կապիտալ ծախսերը հասցրել են $190 միլիարդ։ Google-ի հավելվածի օգտատերերի թիվը հասել է 900 միլիոնի։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ առաջիկա րոպեներին Մանու Հարությունյանը պատմելու է Կալիֆոռնիայի լավագույն լողափերի մասին։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու եմ Արևոտ Կալիֆոռնիայի ամենահայտնի եւ ամենաշատ այցելվող 5 լողափերի մասին՝ սուրֆինգ, ոսկեգույն ավազ, խաղաղ մայրամուտներ ու միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Այս ամենը Կալիֆոռնիայի առօրյայի մասն է։ Բայց որ լողափերն են ամենամաքուրը, որոնք ամենաանվտանգը եւ որտեղ է հանգիստն ամենաթանկը, կպարզենք միասին։
Առաջինը լեգենդար Santa Monica State Beach լողափն է։ Այն տարեկան ընդունում է մոտ 9 միլիոն այցելու եւ համարվում է Լոս Անջելեսի ամենահայտնի ծովափերից մեկը։ Այստեղ են հայտնի հեծանվային ուղիներն ու լայն ավազոտ ափերը։ Կայանման վճարը 2025-ին կազմել է միջինը $8-20, սակայն հենց ամենաբանուկ հատվածում հաճախակի ջրի որակի խնդիրներ են գրանցվել։ Եթե Սանտա Մոնիկան համարվում է դասական ընտանեկան հանգստի վայր, ապա հաջորդ լողափը բոլորովին այլ մթնոլորտ ունի։ Այստեղ փողոցային արվեստը խառնվում է երաժշտությանը, իսկ մարզասրահները գտնվում են հենց բաց երկնքի տակ։ Մենք շարժվում ենք դեպի ոչ թե Կալիֆոռնիայի կամ ԱՄՆ-ի, այլ աշխարհի ամենահայտնի բոհեմական լողափերից մեկը՝ Վենիս Բիչ։ Վենիս Բիչը տարեկան ընդունում է ավելի քան 8 միլիոն այցելու։ Լողափը հայտնի է իր աղմկոտ բուլվարով, սկեյթ փարքով եւ Muscle Beach մարզահրապարակով։ Այստեղ ամեն ինչ ավելի ազատ ու արտիստիկ է թվում։ Լողափը անվճար է, սակայն կայանման վճարը սովորաբար $10-20 է։ Ջրի որակը հիմնականում միջին գնահատականներ է ստանում, հատկապես անձրևներից հետո։ Հիմա թողնում ենք Լոս Անջելեսի աղմկոտ ափերը եւ ուղևորվում դեպի Օրանջ շրջան։ Այստեղ է գտնվում Կալիֆոռնիայի ամենասիրված սըրֆինգի կենտրոնը, որը հաճախ անվանում են Surf City USA։ Խոսքը Հանթինգթոն Բիչի մասին է, որտեղ ալիքներն ու սպորտային մթնոլորտը դարձել են քաղաքի խորհրդանիշը։ Huntington State Beach-ը 2025-ին եղել է հարավային Կալիֆոռնիայի ամենաշատ այցելվող լողափը մոտ 12.6 միլիոն այցելուով։ Այն համարվում է սըրֆինգի գլխավոր կենտրոններից մեկը ԱՄՆ-ում։ Լողափն ունի փրկարարական մշտական ծառայություն եւ համեմատաբար անվտանգ է լողի համար։ Մուտքն անվճար է, վճարովի են հարակից ծառայությունները։ Օրինակ, մեքենայի օրական կայանում արժե $15-20 կախված սեզոնից։ Ջրի որակը այստեղ ավելի բարձր է գնահատվում, քան Լոս Անջելեսի մի շարք հայտնի լողափերում։ Կալիֆոռնիայում կան նաև լողափեր, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե աղմուկի, այլ բնության համար։ Հաջորդ վայրը համարվում է նահանգի ամենագեղեցիկ եւ ամենամաքուր ափերից մեկը։ Այստեղ ժայռերը, փոքրիկ ծովախորշերն ու կապույտ ջուրը ստեղծում են գրեթե միջերկրածովյան տեսարան։ Լագունա Բիչը 2025-ին ընդգրկվել է Հիլդ Բեյի լավագույն ջրային որակ ունեցող լողափերի ցանկում։ Այն տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների է ընդունում։ Լողափը հայտնի է մաքուր ջրով, ժայռոտ տեսարաններով եւ համեմատաբար հանգիստ մթնոլորտով։ Մուտքն անվճար է։ Սա նաեւ սուզվելու ամենասիրելի վայրերից մեկն է։ Եվ վերջում Կալիֆոռնիայի ամենաէլեգանտ լողափերից մեկը, այն հաճախ հայտնվում է ամերիկյան լավագույն լողափերի ցուցակներում եւ հայտնի է իր սպիտակ ավազով։ Այս վայրը միաժամանակ եւ հանգիստ է եւ շքեղ։ Մենք հասել ենք Սան Դիեգոյի շրջանի ամենահայտնի ափերից մեկը՝ Կորոնադո։ Կորոնադո Բիչը առանձնանում է իր փայլող ավազով, որը արևի տակ գրեթե արծաթագույն տեսք ունի։ Այն համարվում է ընտանիքների համար ամենաանվտանգ լողափերից մեկը՝ մեղմ ալիքների պատճառով։ Լողափը հանրային է եւ անվճար։ Չնայած Սան Դիեգոյի շրջանում երբեմն գրանցվող աղտոտվածությանը, Կորոնադոյի հիմնական հատվածները սովորաբար պահպանում են ջրի մաքրության բարձր մակարդակը։ Կալիֆոռնիայի լողափերը պարզապես հանգստի վայրեր չեն, դրանք ամերիկյան մշակույթի, սըրֆինգի, երաժշտության եւ ազատ կենսակերպի խորհրդանիշներն են։ Ոմանք ընտրում են աղմկոտ Սանտա Մոնիկան, մյուսները խաղաղ Լագունան կամ սպորտային Հանթինգթոնը։ Ամառային հանգստի շրջանը մոտենում է։ Հուսով եմ այսօրվա թողարկումը ձեզ օգտակար կլինի առաջիկա հանգստյան օրերին հարմար լողափ ընտրելու հարցում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։